ես այդ աղջկատուն հաստատ չեմ գնա։ Բայց ինչի։ Չէ, Հարութ, չեմ ուզում խառնվեմ այս պատմության մեջ։ Հիմա էլ գնամ աղբեր ինձ աչքի տակ առնի։ Չեմ ուզում այդ աղջկան ոչ տենամ, ոչ էլ խոսամ հետը։ Ընկերական հարց լիներ, գիտես, կօգնեի, բայց այս պարագայում ես հաստատ չեմ խառնվի։ Հիմա արդեն լավ ես։ Հիմա արդեն լավ եմ։ Ինչ կուզես, սուրճ բերեմ խմես։ Սեդան էր, էլի մամայով հետաքրքրվում։ Պարզվեց, որ գնացել է անապա։ Իմացել է, որ մաման էլ չկա։ Հետո էլի շատ բաներ է իմացել։ Դրա համար ես խնդրում եմ իրան շատ հարցեր մի տուր։ Ասադավ, Հարութ, պետք է հանդիպենք, նորություն ունեմ։ իմացել ես ինչ թեմայով են բռնել Գորին։ Ոնց որ թե հա, բայց հեռախոսով խոսալու բան չի։ Հիմա մտ հասցե ասեմ արի։ Հասկացա, լավ։ Ասա, Ոնց ես։ նորմալ եմ։ Կարևոր բան չկա ասելու, ուղղակի ուզում եմ խոսենք։ Հա, հիմա հարմար չի։ Բան ա եղել։ Ես քեզ նոր ասացի, հիմա հարմար չի։ Մինաս, սուրճ կխմես։ Խմեմ։ Մինաս, Էլենը զանգեց, դու ճիշտ էիր։ Իհարկե չխոստովանեց, որ նվերի ասելով ա զանգել, բայց դե արդեն ամեն ինչ պարզ է։ Կանչի խոսա հետը։ Չի գալիս։ Համոզի թողա։ Քո քուրն է, ուրիշ մարդ չի։ Թողա ես իրեն կբացատրեմ, որ ինքը սխալ է։ Կլսի, չէ, իր գործն է, բայց այդ դեպքում իրան կներեմ։ Բայց մեկը մի բան պետք է անել։
Լավ։ Գալուց առաջ գոնե զանգի կարողա մենակ չլինեի համարում, նոր խնդիրներ մի ստեղծի։ Ես եթե քո խնդիրները չլուծեմ, նորը չեմ ստեղծի։ Սիրուն ես։ Կլինի առանց կոմենտների։ Բայց ինչի ազդվեցիր։ Լավ բան եմ ասում։ Ինձ ոչ մի բան մի ասա, ես ասել էի, որ համաձայն չեմ։ Տրամադրված ես իմ դեմ, ման է։ Կամաց պետք է այդ հանես մեջիցդ։ Ես քեզանից ոչ մի լավ բան չեմ սպասում, Նվեր։ Ամեն պահի մտածում եմ, որ դու Ես քեզ խոսք եմ տալիս, որ այդ կյանքում քեզ չեմ նեղացնի։ Հիմա եկել եմ, որ քո անելիքները քեզ բացատրեմ։ Ժամանակը եկել է, ման է։ գնա խնդրում եմ։ Ինձ հավատա։ Ասում եմ գնա, Նվեր։ Ես տենց բաների ընդունակ չեմ, խնդրում եմ գնա։ Կլսես ինձ։ Հետո դու ես խնդրելու, որ այդ ամեն ինչը անենք տենց։ Հիմա ինձ շատ արագ ասա, թե ինչ ես իմացել։ Չեմ հասկանում, թե մենք այսքան ժամանակ ում հետ ենք շփվել։ Ոնց կարա մորտ այսքան տարբեր լինի։ Ոնց կարանք այսքան ժամանակ ինչ-որ մեկի հետ շփվենք, տենց էլ չիմանանք, թե ով էր։ Դավո համբերությունս չի երիքում, ասա իմանամ ինչ ա եղել։ Ես գորին համես տղա գիտեի, թասիբով, բայց որ ինքն այն շրջապատների մեջ կլինի, որտեղ Էջ լավ լուրեր չեն պտտվում, այդ մեկը չէի պատկերացնում։ Կարող է կոնկրետ բան ասես հասկանամ։ Գորի մոտից, հենց զիբիլներից են գտել ու մեծ քանակությամբ։ Աղբերս հլը շատ կզարմանաս, ես դեռ ամենը չի։ Ես միշտ իմացել եմ, գոր ում է դա տալի առնում, բայց այսօր նենց անուններ եմ իմացել, որ գորը իրանց հետ կապ ունի, զարմանքից քարացել է աղբեր։ Ինչ կապ կարա գորը ունենա իրանց հետ, բայց այդ զիբիլների պահը, որ իմացա, ամեն ինչ ընկավ իրա տեղը, բացի մի բանից։ Հա, ինչից։ Մի հատ ավտոմեքենա են փնտրում, ու իմ տեղեկություններով այդ ավտոմեքենան հիմա ոստիկանությունում է, ինչ-որ գործով։ Ու ամենավատը գիտես որն է, որ այդ ավտոն գորի անունով է։ Ես հիմա չգիտեմ ինչ անեմ։ Որպես սնգեր ուզում եմ, օգնած լինեմ, ինչ-որ բան անեմ, բայց որպես տղա, որպես մարդ, արդեն ուզում եմ ձեռքերս լվանամ ու մի կողմ քաշվեմ։ Ինքը արդեն կորած է։ Բայց գորը մեր 1000 տարվա ընկերն է, ինքը ավտո չունի, մեքենա վարել չգիտի։ Հարուց տեղ ամենակարևորն այն է, որ այդ ավտոն գորի անունով է, այդքան է հերիքը։ Լավ, ոնց մի բան իմանանք, ումից իմանանք։ Լսի, մտածում եմ մի հատ գնանք իրանց տուն, հոր հետ խոսենք։ Ճիշտ է, գնացինք։ Գնում ես։ Չէ, տանն եմ մնում, ահա որ հոգնած եմ։ Չհասկացա ախպեր, ինչի դրանց տանը մարդ չկար,
Զարմանալի չէր այդ քո համար։ Ավելի լավ է ես ասեմ։ Չեմ հասկանում ինչ է կատարվում։ Լավ, ինչն է քեզ խանգարում, որ գնաս ու Մինասին ասես ճիշտը։ Ինչի չես կարողանում։ Երեք անընդհատ զանգել եմ։ Զբաղված եմ եղել։ Ինչ որ բան է կատարվում։ Չէ, ուղղակի կարող ենք աշխատել։ Բարև ձեզ։ Կարելի է։ Մի հատ գնաս մենք խոսալու բան ունենք։ Չէ, թող մնա։ Ես չգիտեի, որ ստեղ է աշխատում։ Տեղից իմ պատճառով գործը կորցրել էր, սրտից չէր նստում։ Գիտեմ գալուտ պատճառը։ Էլենը պատմել է։ Ես իմ խոստումները չեմ մոռացել։ Ես կանեմ, այսօր երեկոյան, բայց ես քո վրա եմ զարմանում։ Դու ինչ ձևի տղամարդ ես։ Ոնց ես կարող օգտագործես կանանց։ Ոնց ես կարող տենց զզվելի քեզ պահես։ Դասի այդ տղավարի չի։ Ես քեզ ոչ էլ հարցնելու եմ ուր ես տարել Էլենին։ Քո պարագայում ամեն ինչ պարզ է։ Ես ամոթել եմ քո հետ մի բան քննարկեմ։ Ինձ ոչ մի բան պետք չի, Մինաս։ Սխալ կարծիք ունես իմ մասին։ Այդ կարծիքի մեղավորն եմ ես, որ ինձ սխալ եմ պահել։ Աղջկա միջոցով ցանկացել եմ հարց լուծեմ, բայց հաստատ երկրորդ անգամ էլ թույլ չեմ տա ինձ։ Էլենի հետ կապված ես բան չգիտեմ։ Քրոջոտ հետ է վիճել ու քաղաքից գնացել է։ Ուղղակի տեղյակ էի, որովհետև ինձ զանգել էր։ Քիչ ամնում հավատամ քեզ։ Ուզում ես հավատաս, ուզում ես չէ, որոշումը քոնն է։ Բոլորս էլ կյանքում սխալներ մեզ թույլ ենք տալիս։ Մեծ թե փոքր սխալներ անում ենք։ Հայ ես Մանայի հանդեպ ինձ շատ սխալ եմ պահել ու պատրաստ եմ ներողություն խնդրեմ։ Մանա ջան, ինձ կներես 1000 անգամ։
Մինաս դու գիտես ինչ վիճակի մեջ եմ եղել։ Ես առանց հասկանալու քայլեր եմ թույլ տվել։ Այս աղջկան եմ նեղացրել իմ վրեժը լուծելու համար։ Ու ես այսօր պատրաստ եմ դրա համար ներողություն խնդրեմ։ Մանա, եթե կյանքում կզգաս, որ ինչ-որ հարցում կարամ քեզ օգնեմ, ես մենակ ուրախ կլինեմ, որ ինձ դիմես։ Գոնե դրանով ես մի փոքր կհանգստանամ։ Մի հատ աչքերիս մեջ նայի։ Բան ես ուզում ասես, թե իրականում զղջում ես։ Դավ ջան, ինչ կա, ինչ նորություն ունես։ Չէ, ախպերս։ Երեկվանից մարդ չկա իրանց տունը։ Լսի, մի բան կա, բայց գիտես, մենակ քեզ կարամ ասեմ։ Հանգիստ ասա, ախպերս։ Ինձ պետքա, որ շատ շուտ իմանամ, հենց Գորենց տանը մարդ հայտնվի, ես պետքա առաջինը իմանամ, լավ։ Կարող եմ երկու բառով ասես, ինչ ես կասկածում։ Բան կա, ես չգիտեմ։ Չէ, էդ հետո։ Առաջինն է նա, որ ես պետք է իմանամ, թե Գորը ինչ հոդվածով է գնացել։ Մնացածի մասին հետո կիմանաս, լավ ախպերս։ Լավ։ Մինաս, որ դու ինչ-որ սխալ ես անում, ուրեմն քո մտքին ինչ-որ բան կա։ Այ տղա ջան, դու քեզ իմ հետ մի համեմատի, է։ Ես ոչ մեկին կյանքում չեմ օգտագործել իմ շահերի համար։ Իսկ քո դեպքում քեզ հավատալը բարդ է։ Դե ուրեմն փորձի հաղթարես այդ բարդությունը քո մեջ։ Ես ավել ինչ-որ բան չեմ մտածել, որ անեմ։ Էլենի գնալու հետ էլ ես կապ չունեմ։ Ու այն ինչը, որ մենք հեռախոսով խոսացել ենք ու դու ինձ խոստացել ես, ինձ էլ այդ պետք չի։ Ես իմ բիզնեսը իմ ձևերով կկարգավորեմ։ Ես չեմ ուզում, որ դու մտածես, ես կարողա Էլենի միջոցով ցանկացել եմ քեզ տուփիկի մեջ դնել։ Կամ ինչ-որ տես մտադրություն եմ ունեցել։ Էլենի տեղն էլ ասել եմ, որովհետև գիտեմ, որ Սյուզին գիշեր ցերեկ սպասում է, որ այդ աղջիկը գատում։ Որպես մարդ իմ քայլն եմ արել, ավել ոչ մի բան, Մինաս։ Բա դու ինչ ես Էլենին ամուսնության առաջարկ արել։ Սիրում ես։ Մենք նոր պետք է իմանանք դրա մասին։ Ինչ ամուսնության առաջարկ։ Դու ինչ ես խառնվել իրար։ Չէ, ուղղակի զարմացա։ Ես եմ ամուսնության առաջարկություն արել։ Լսի, ինձ Սյուզին ասե, իսկ Սյուզին ինձ երբեք չի խաբում։ Մինաս կարծում եմ էլ պահելու իմաստ չկա։ Բոլորիս համար էլ պարզ է, որ Էլեն իմ հանդեպ անտարբեր չի։ Հա, մենք իր հետ խոսացել ենք ամուսնության մասին, բայց ես իրան ամուսնության առաջարկություն չեմ արել։ Ինքը ասել է ինչ լավ կլիներ, որ մեր զգացմունքները փոխադարձ լիներ, իրար հետ ամուսնանայինք։ Ես էլ ասել եմ, հա, եթե փոխադարձ լիներ, բայց տենց բան չկա։ Հասկանում ես, Մինաս, սիրահարված աղջիկա, ամեն ասածս լուրջ է ընդունում, ինչ-որ խորանում է։ Երևի իմ սխալն էլ այն ա եղել, որ ես ստոպ չեմ արել։ Իրան լավ վերաբերմունք եմ ցույց տվել, ինքն էլ ինչ-որ հույսեր ա կապել իմ հետ։ Լավ ինչ ասեմ։ Ձեզ լավ աշխատանքային օր։ Ինձնից ներողություն խնդրեց։ Ես էլ զարմացա։ Ես ավելի շատ։ Այսօրվան չէի սպասում։ Տենց էլ եղավ։ Ուղղակի ընդհանրապես հույս չունեի, որ օրերից մի օր նվերը ինձանից ներողություն կխնդրի։ Միշտ մտածել եմ, որ ստիպելու եմ ու դրա համար հիմա զարմացա։ Այս անգամ շատ վստահ էր խոսում։ Ուզում եմ հավատամ, ամեն ինչ աչքիս առաջ արեց։ Նվերի հայտը երեկոյան հաստատված լինի։ Լավ, կզանգեք։ Գիտես քեզ մի բան ասեմ, եթե գար ու Էլենի անունը տար, որ իր գործը առաջ տար, տեղում կհանես տեղից։ Բայց չգիտեմ ինչի հավատացի իրան։ Ջուր խմեմ գամ։
Ասա, Էս ինչ էր նվեր։ Էս ոնց կարողացար այսքան հեշտությամբ քո ուզածին հասնել։ դու դեռ շատ բանի վրա ես զարմանալու։ Այսենց հատ-հատ մեր բոլոր ցանկությունները կատարվելու են։ Ինձնից ներողություն խնդրելը քո համար խաղ էր, չէ՞։ Չէիր ուզում։ Չէ, խաղ չէր։ Ես քեզ էլ եմ ասել, որ սխալ եմ։ Բայց ներողություն չէիր խնդրել։ Դու էս Մինասի աչքի առաջարեցիր, որ բարձր երևաս։ Ես իրոք քո հանդեպ ինձ սխալ եմ պահել։ Ու ինձ ված չեմ զգում ասեմ, որ մեղավոր եմ ու ներողություն խնդրեմ քեզանից։ Ես քո այդ գործարքի մեջ չեմ մտնելու։ Միշտ ապիր, դու մտածիր, հետո պատասխան կտաս։ Հետս կոպիտ ես խոսում, թե ինձ թվում է։ Դու այսօր նվեր ինչ ես տեսել։ Հա, տեսել եմ։ Էլի ներողություն էր խնդրում, եթե ճիշտ եմ հիշում։ Դե համարյա։ Բայց այնց էր խոսում, ոնց որ քեզ չէր տեսել։ Լավ չէր սովորել իր դերը։ Ինչ դեր։ Ինչ ես խոսում, Մինաս, չեմ հասկանում։ Ինչ ա եղել։ Ես պետք է գնամ։ Սեյդ։ Ինչ ես սենց զանգել։ Զանգել եմ, որ համ տեսնեմ քեզ, համ էլ խոսենք։ Հարմար չի։ Չէ, հարմար է։ Ինչ ա եղել։ Բա ինչի իրար խառնվեցիր։ Չէ, ամեն ինչ կարգին է, չեմ խառնվել։ Նոն երևի վերջին անգամը մեզ հարցով զանգում։ Ուղղակի հիմա նենց պահա, որ պիտի հիշես այն ինչ որ ինձ չես ասել այն օրվա հետ կապված, որովհետև շատ կարևոր է։ Նոն, ես քեզ չեմ մեղադրելու, հետդ չեմ կռվելու ու հավատալ ոչ մեկի հետ կռվելու ուժ չունեմ։ Ուղղակի հիմա շատ կարևոր է, որ ամեն ինչ իմանամ։ Հա, հիմա կարամ ես շատ սխալ բաներ անեմ ու ավելի վատացնեմ իմ վիճակը։ Իմ կյանքն էլ փչացրեմ, ուրիշների կյանքն էլ հետո։ Ասում եմ, չէ։ Ախր գիտեմ, չէ։ Չեմ ստիպելու, որ հիմա ինչ-որ բան ասես։ Ուղղակի իմացի, որ կյանքս երկրորդ անգամ կարա ուղղակի հիմքից քանդվի։ Ես տանն եմ, քեզ եմ սպասելու։ Հիմա խնդրում եմ, մենակ մի բան ասա։ Այդ օրը, որ Էլենին ծաղիկներ էին ուղարկել։ Այդ բերողը ծանոթ էր ձեզ։ Այդ նախապես մտածված էր։ Չէ, Սեյդ, այդ ծաղիկների հետ մենք կապ չունենք։ Նոն, ավելի լավ է հիմա աշխարհի ամենավատ բանը ասես, քան խաբես։ Չէ, Սեյդ, այդ ծաղիկներից տեղյակ չենք։ Սպասելու եմ քեզ։ Ես քեզ խոստանում եմ։ Քեզ ոչ մեկ, ոչ մի բան չի ասի։ Ես չեմ թողնի, որ քեզ ինչ-որ բան ասեն կամ մեղադրեն։ Ու Էլենից էլ մի վախեցի։ Ամեն ինչ իմ վրա թող։ Մենակ թե խնդրում եմ օգնի ինձ, ես շուտ դուրս գամ այս քաոսից։ Սպասելու եմ։ Դու ինչ ես մենակ հաց ուտում։ Մաման քնած է։
Սեդան է ինձ հաց տվել։ Այս ժամին արդեն քնած ա մաման։ Բայց դա նորա։ Չգիտեմ, ինձ մենակ են թողել։ Դուրում ես գնամ լվացվեմ, կամ որ քո հետ հավեսով հաց ուտեմ։ Լավ։ Ինչ։ Ոչ մի բան ասա գալիս։ Ինչի եւ այդ հաշ չես ուտում։ Սոված չեմ։ Իսկ այսօր ընդհանրապես մի բան կերել ես։ Չէ։ Դե ո՞րն սոված ես։ Մինաս սոված չեմ, ախորժակ չունեմ, կլինի ինձ մենակ թողնես։ Քո համար տաճավոր ես տեղեմ։ Չէ, տհաճ չի։ Ուղղակի դու ես վերջերս շատ փոխվել։ Մենք բոլորս չենք հասկանում։ Մենք բոլորս սխալ ենք մտածում։ Մենք բոլորս քեզ չենք լսում։ Ու պարզ է, չէ՞, այդ ամեն ինչը ինչի համար է։ Ինչ նկատի ունես։ Հիմա ես չեմ ուզում անընդհատ նույն բաները քեզ ասել։ Քո կյանքն է։ Ինչ ուզում ես արա։ Պապ, չես գալի հաց ուտենք, քեզ եմ սպասում։ Իհարկե գալիս եմ։ Հələ գնանք։ Կաղա մամային արտնացնենք, ինքն էլ այսօր բան չի կերե։ Այ մամային թողանք այսօր հանգիստ։ Ինձ թվում է ինքը հոգնած, մի քիչ թող քնի։ Մինաս։ Ես դու տուն ես եկել։ Հա։ Բա ինչի չես զանգել։ Ախր տանը ոչ մի բան չկա պատրաստ։ Ես էլ չգիտեմ ոնց եմ քնել, սենց մնացել։ Հիմա արագ մի բան կպատրաստեմ։ Մի ոչ մի բան մի արա։ Ես ու Եվան մեր գլխի ճարը կտեսնենք։ Բայց ես գիտեմ դու չես սիրում որ տանը պատրաստ բան չի լինում։ Հես արագ մի բան կսարքեմ։ Գիտեմ գործեր ունես, պիտի արագ ուտես ու անցնես մնացած գործերիդ։ Մի անհանգստացի։ Մենք անպայման մի բան կմտածենք։ Չէ՞։ Բայց ունես այդքան ժամանակ։ Համել ես ու Եվան մտածել ենք այսօր մենք ուտելիք պատրաստենք։ Կտանջվես մամայիդ համար մի քիչ էլ։ Ես մամայի համար ամեն ինչին էլ պատրաստ եմ։ Դե դու քնի։ Մենք պատրաստ ենք, հետ որ վերջացնենք, ես կզարթնացնենք։ Էս ինչ է այստեղ կատարվում։ Պապան որոշեց այսօր մենք ճաշը սարքենք։ Մաման հոգնած է։ Չէ, Եվա, այս հաստատ քո միտքն է, ոչ թե պապայիդ։
Չէ, Սեդա ջան, սխալվում ես։ Մինասի միտքն է։ Ու հասկանում եմ, որ զարմացած ես, իդեպ ես էլ։ Լավ էլի, մամա, ինչ քնած չես։ Դեռ ոչ մի բան պատրաստ չի։ Բալես նախքունս չէր տանում։ Երկրորդն էլ զարման կապրած մարդը դժվար քներ նորից։ Ինչ ես տենց նայում։ Բա չզարմանա։ Հես ժամին տանն ես, այսքան հոգատար ես, զարմանալու չի։ Սուզի մի սկսելի։ Խոսում եմ, չասեմ։ Քեզ ինչ եղավ։ Չեմ ուզում նայեմ ոնց է կռվում։ Բայց մենք չենք կրում ցավը տոնը։ Վատ տոնով եք իրար հետ խոսում։ Չէ, ամեն ինչ նորմալ է, մի մտածի։ Իսկ եթե դու ուզում ես օգնես, միացի մեզ ավելի լավ է։ Նոն, ավելի ուշ ես սպասում, որ կզանգես։ Սեդ խոստանում ես, որ ինչ ասեմ մենակ ես ու դու ենք իմանալու։ Ու Էլենին չես ասի, չէ, որ ես եմ ասել։ Նոնը։ Խնդրում եմ, խոստացի։ Ես չեմ ուզում Էլենի հետ գործ ունենամ, բայց հա դու ճիշտ ես։ Մենք քեզ խաբել ենք։ Ես խաբել եմ։ Այսինքն դու գիտեք այդ օրը ինչ ա եղել։ Սեդարի հանդիպենք, հա, բայց դրսում, չեմ ուզում ձեր տուն գամ։ Լավ, հիմա բայց։ Չէ, վաղը։ Ինչի վաղը։ Արի վաղը, խնդրում եմ, ես քեզ կզանգեմ։ Ինչ ա եղել։ Ոչ մի բան։ Հա որ։ Հա, եթե ինչ-որ բան լինի, առաջինը դու կիմանաս։ Ես միայն սա եմ դնում, որ եփի, մնացածը դուք կսարքեք, լավ։ Հաստատ շատ համով է լինելու։ Մենք մի 2 ժամ ունենք, չէ։ Ինչի։ Ես մի 2 ժամից կամ ավելի շուտ հետ կգամ։ Որ գամ փորձենք աղջկաս էփածը։ Բայց կհասցնես, հաստատ կգաս։ Հաստատ մի անհանգստացի։ Մինաս։ Մինաս, խնդրում եմ, ինձ կօգնես Էլենին հեռու պահեմ նվերից։ Դա ուտում ա քրոջս խելքը։ Դե թող Էլենը չթողի։ Դե միամիտ աղջիկա, հավատում ա։ Չի հասկանում, որ նվերը այդ ամեն ինչը իր շահի համար է անում։ Հավատա հիմա, որ նվեր էլ շահ չունի։ Ես ամեն ինչ արել եմ իր համար։ Ինքը Էլենին հանգիստ կթողնի։ Էլենի համար կարաս արդեն չանհանգստանաս։ Դա մի բան հնարավոր եղավ պարզել։ Չէ, դե քննիչի մոտ չթողեցին, իրանից էլ լուրջ չկա։ Ոչ մի բան հնարավոր չէր, հա իմանալ։ Չէ։ Ում հարց ու փորձ է անում, ասում են դու ով ես, քեզ ինչի համար այդ ամեն ինչը հետաքրքրում։ Պարզա։ Մեկը քո հետ կապված բան կա, ու դու այդ ինչ չես ասում։ Դա հասկանում ես, ես պետք է իմանամ, թե գորինը ինչ հոդվածով են տարել, որ մի հատ էլ իմանամ քեզ ինչ ասեմ կամ չասեմ։
Տենց լինում է, չէ՞ որ ներքուստ ու վստահ ես, ամեն ինչ տանում է նրան, որ ինքը մեղավոր է։ Բայց ինչ-որ մի բան էլ հետ է, չէ՞ պահում։ Անընդհատ մտածում եմ, որ չէ, հնարավոր չի ինքդ այս բան աներ։ Բայց որ իմացել եմ հաստատ ինքն է, կմորթեմ դրան։